Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ 2.4 միլիոն դոլարի ապրանք Ադրբեջանից Հայաստան, Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն վիճակագրություն է հրապարակել։ Եպիսկոպոսաց հավաք առանց կաթողիկոսի նոր մարտահրավեր ուղղված հայ առաքելական եկեղեցուն։ Ադրբեջանցիների այցը Երևան ավարտվել է, ինչ նախապայմանով են վերադարձել Բաքու։ Ընտրական ցուցակներ ու մասնակցության հայտեր, քաղաքական դաշտը պատրաստվում է խորհրդարանի ընտրությանը։ Ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հայտարարության 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.403.600 դոլարի ապրանք։ Տեղեկության համաձայն սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11%-ը։ Հիշեցնեմ, Ադրբեջանը նավթամթերք է սկսել առաքել Հայաստան անցյալ տարվանից։ Առևտուրը ըստ պաշտոնական կողմերի խաղաղության համար առանցքային նշանակություն ունի։ Կարևոր են խաղաղության կամրջով փոխադարձ այցերն ու դրանց շրջանակում կազմակերպված քննարկումները։ Հենց այդ նպատակով է նախորդ շաբաթ Երևան էին եկել Ադրբեջանի քաղաքացիական ներկայացուցիչները։ Ադրբեջանցիները Երևանում էին, բայց ոչ առաջին անգամ, սակայն ի տարբերություն նախորդի այս անգամ եկել էին ոչ թե օդով, այլ ցամաքով, սահմանազատված ու սահմանագծված հատվածով։ Քննարկումից հյուրասիրություն մանրամասներն ուսումնասիրել է Անիա Բաղյանը։ Ադրբեջանցիները տավուշով Ծաղկաձոր եկան։ Երկու օր քննարկեցին խաղաղության կամրջի վերաբերյալ հարցեր եւ գնացին։ Նրանք եկել էին փոխանցելու իրենց նախագահի թեզերն ու նախապայմանները։ Գլխավոր նախապայմանը նույնն է։ Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, եթե փոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Քննարկման մասնակիցներից Արմեն Պետրոսյանն է մանրամասներ հայտնում։ Արհեստական նախապայման է սահմանադրության հարցը, որ այսինքն խաղաղության գործընթացին նպաստող կարևորագույն գործոն է խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ դրա ձգձգումը արհեստական նախապայմանով ինքը թույլ չի տալիս, որպեսզի հասարակությունները ավելի վստահ մոտենան այս գործընթացին։ Հայկական կողմի համար այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեման խնդրահարույց էր։ Բարձրաձայնված խնդրին ի պատասխան ադրբեջանական կողմը լռել է, պատմում է Ռոբերտ Ղևոնդյանը։ Սահմանազատման եւ սահմանագծման թեմային եւս անդրադարձել են։ Որոշ դեպքերում նրանք ասել են, որ իրենք որոշում կայացնող չեն եւ իրենք այդտեղ մասնակցություն ունենալ չեն կարող։ Եղել են դեպքեր, երբ իրենք ասել են, որ այս հարցերում կարելի է այսպիսի լուծումներ առաջարկել, թե հասարակություններին, թե իշխանություններին։ Եղել են դեպքեր, որտեղ նրանք այլ բան են առաջարկել մեզ, որը մեր մտքով չի անցել, որը կարող է նորից համապատասխանել Հայաստանի Հանրապետության շահերին։ Տեսեք, քննարկումները իրենք փակ են եղել։ Գերիների վերադարձի հարցին անդրադարձել են, արցախցիների վերադարձին ոչ, ասում է Ղևոնդյանը։ Իսկ ինչ հստակ առաջընթաց կա արդեն երրորդ հանդիպումից հետո։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանն այսօր ասուլիսին պատասխանել է հարցին։ Սա այն հարթակը չէ, որի 1, 2, 3 հանդիպման արդյունքում դուք կարող եք ֆիքսել, որ օրինակհամար A խնդիրը լուծվել է, B խնդիրը լուծվել է, G խնդրում էլ անցել ենք 80% ճանապարհ։ Սա 30-ամյա կոնֆլիկտի թողած ժառանգությանը զուգահեռ նոր իրականություն ձևավորելու, այսպես անդրանիկ փորձերն են ընդհանրապես։ Կա գործընթաց, որը կառավարել է պետք, մեկնաբանում է Պետրոսյանը։ Եթե գործակցություն լինի քաղաքական, տնտեսական ու հասարակական դաշտում, սա էլ տեղից կշարժվի։ Վստահությունը լիարժեք չէ, միանշանակ չէ, որտեղ երկու կողմից փորձագետներ, խմբեր մտնում են մի process-ի մեջ, երկու կողմերն էլ ունենալով որոշակի հոգեբանական ուրեմն ազդեցություններ անցյալից, որոշակի թերահավատություններ ապագայի նկատմամբ, որոշակի ճնշում հասարակական կարծիքի հետ կապված։ Այս ամենը բնականաբար ազդում է։ Ադրբեջանն առաջ է քաշում իր համար կարևոր հարցեր, ստանում լուծումներ, իսկ Հայաստանն իր հարցերը թողնում է լուսանցքում։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայ-ադրբեջանական երկխոսությունը միակողմանի է համարում։ Ճակերտավոր լավատեսական այս ֆոնին
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շարունակում է ոչ միայն գերիների եւ ռազմագերիների հարցը օդում կախված լինել, այլ ադրբեջանական զորքերի մխրճվածությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, որոնք ոչ միայն Ադրբեջանի համար ինչը բնական է, այլ նաև Հայաստանի իշխանությունների համար որևէ առաջնահերթություն չեն ստանում։ Ադրբեջանցիների հետ բանակցությունները նորություն չեն Հայաստանի համար։ Նախկինում շատ են եղել, սակայն միանգամայն այլ ձևաչափով, կազմով ու բովանդակությամբ նշում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Վերհիշում է իր եւ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, որոնց առանցքում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն էր եւ ոչ միայն։ Այն կազմը, որը հիմա ներկա է, դրանց հիմնական հակահայ ռետորաբանությամբ, բազմաթիվ հակահայ գործունեությամբ, ես չեմ հասկանում այն հորթային ուրախությունն ու ժպիտը, որ այդ հանդիպումներում կա։ Այդ թվում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման հետաքրքիր Արմեն Գրիգորյանը օրինակ խոսել է իր բռնագրաված հայրենիքի, իր անցյալների շիրիմների եւ այլ բոլոր ավերածությունների մասին։ Ծաղկաձորում կայացած երրորդ հանդիպումից հետո մասնակիցները հանգել են եզրակացության։ Քաղաքական մակարդակում գործընթացներն ավելի արագ են զարգանում, պայմանավորվածություն ձեռք բերելն ավելի հեշտ է, մինչդեռ հասարակական մակարդակում պատկերն այլ է։ Ամենայն դեպս խաղաղությունը լավ բան է մեր երկրի համար, բայց մի կողմից էլ չեն կարող կորուստները մոռանանք։ Ոչ մի լավ բան։ Սուտ է։ Չի կարող ոնց կարա դարավոր իրար փրթեն ու ասենք հոп մեկ էլ Եորվա մեջ բարև եկա աղբերս, լավ ասախ, չի լմտենց։ Այդ դեպքում ինչ նպատակ ունեն։ Վերջը կդառնա մի հատ սենց, կետանք կարող կփոխենք կպրծնի կետա։ Չգիտեմ, աշմա չգիտեմ։ Ադրբեջանցիները 2 օր Ծաղկաձորում են եղել, նրանց հայկական ուտեստներ են մատուցել։ Տոլմա ու խորոված, փախլավա ու գաթա։ Նրանք ցամաքային ճանապարհով Տավուշի մարզի ոսկեպարի հատվածով եկել ու գնացել են։ Հաջորդ հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Քննարկում են։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Սակայն Բաքվից եկող հայտարարություններն այրում են խաղաղության բոլոր կամուրջները։ Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն կայացած իրողություն է, Բաքուն խոսում է պահանջների մասին։ Ալիևը հայտարարում է, ստորագրություն չի դնի խաղաղության փաստաթղթի տակ, եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ Իսկ հնարավոր է արդյոք կառուցել խաղաղություն, երբ կողմերից մեկն անընդհատ պահանջում է զիջում, փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Ինչ պայմանով կամ ինչի գնով կլինի խաղաղությունը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մյունխենում կայացած այս տարվա անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանը ներկա չէր։ Հակառակ դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն ներկա էր, այլև աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, տեղ-տեղ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցերի հեգնական պատասխաններով։ Հայաստանից հնչած հարցին, թե Երևանի առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը դեռ Բայդենի օրոք է եղել, Ալիևը տվեց հետևյալ պատասխանը։ Ինչ վերաբերվում է ձեր այսպես ասած խաղաղության խաչմերուկին, դուք գիտեք, երբ նախագահ Տրամփը վերադարձավ իշխանության, թողարկեց թրիփը, երբ կվերադառնա նախագահ Բայդենը, նա էլ կվերաթողարկի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հասկանալի է համարում Ալիևի ծաղրանքը։ Որովհետև նա այն ժամանակ էլ էր ասում, որ ոչ մի խաղաղության խաչմերուկի մասին խոսք չի կարող գնալ, այնպես էլ շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Փաշինյանը իրան աշխարհի ամենախելոքի տեղն էր դրել, ինքը ընդհանրապես անունը փոխեց, ասեց՝ լավ, եկեք ասենք ոչ թե Զանգեզուրի Միջանցք, անունը դնենք խաղաղության խաչմերուկ, փորձելով մեզ մատուցել, որ եթե անվանումը փոխում ես, էությունը ինչ որ մի բանով փոխվում է։ Խաղաղության քողի տակ Ադրբեջանը շարունակում է պատերազմը, նշում է ադրբեջանագետը։ Ադրբեջանի համար խաղաղությունը դա ոչ թե ինչ որ վերջնակետ է կամ նպատակ է, այլ եւս մեկ փուլ է պատերազմը շարունակել, բայց առանց արյան, կոպիտ ասած, առանց պայթյունների։ Մարդիկ նպատակադրվել են ոչնչացնել, զավթել Հայաստանը, վերածել այն արևմտյան Ադրբեջան։ Դրանք այդ ուղղությամբ շարժվում են։ Իսկ թե երբ կստորագրվի եւ ուշ կստանա խաղաղության պայմանագիրը, Ալիևն ունի կոնկրետ պայմաններ, որոնց մասին խոսել է հերթական անգամ։ Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Այժմ խոսույթը դարձել է պայման։ Իշխանությունը հայտարարում է, որ գրեթե պատրաստ է նոր սահմանադրության տեքստը, եւ այն, ինչն առաջինը պետք է փոխվի, պարզ է։ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սակայն քաղաքագետը նշում է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր 2021 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ սահմանադրության նախաբանը հանդիսանում է սահմանադրության անփոփոխելի դրույթ։ Այսինքն, տվյալ դեպքում Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության։ Իսկ ադրբեջանագետ Արմինե Ադիպեկյանը կարծում է, որ սահմանադրության փոփոխությունը մեզ համար կնշանակի անկախությունից հրաժարում, սակայն Ալիևը նման հայտարարություններով պարզապես փորձում է հետաձգել պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը կարող է անգամ հրաժարվել իր սահմանադրությունից, կոպիտ եմ ասում։ Մեկը Ադրբեջանը խաղաղ պայմանագիր չի ստորագրելու, որտեղ Ադրբեջանին խաղաղ պայմանագիր պետք չէ։ Դա ընդհանրապես եւս մեկ պայման է, որ հետաձգի այդ պահը, որտեղ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո դա սահմանափակելու է Ադրբեջանի մանևրների դաշտը։ Խաղաղության օրակարգը նորից փուլ է գալիս Ալիևի հայտարարություններից հետո, նշում են փորձագետները։ Ադրբեջանի նախագահի պահանջները աստիճանաբար ավելանում են, եւ մինչ արտաբերում է խաղաղություն բառը, մրցանակ ստանում Փաշինյանի հետ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներումը բացառված է մնում նրա համար։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Անընդհատ խաղաղության մասին խոսելով էլ խնդիրները չեն վերանում։ Բաքուն ազատ չի արձակում մեր գերիներին, շարունակում է օկուպացրած պահել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, իսկ Արցախը դարձել է Ադրբեջանի կոկորդի փուշը։ Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցների առանցքում այս թեմաներն էին։ Տիգրան Աբրամյանի խոսքով Ադրբեջանի հայտարարությունը ցույց տվեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ֆորմալ առումով է բարձրացրել գերիների վերադարձի հարցը, որպեսզի խնամքով շրջանցեն այն։ Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա եւ ԱՄՆ փոխնախագահ ուղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է հաշվի առնելով Հայաստանում արկա տրամադրությունները, կա որոշակի պայմանավորություն կամ եղել է որոշակի պայմանավորություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի։ Իդեպ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդենյանի դեմ կեղծ մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի վաղը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների վճիռը դատարանը կհրապարակի հենց վաղը։ Իսկ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Նրա խոսքով Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։ Ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ։ Ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։ Պաշտոնական Երևանը մի կողմից աշխատում է խաղաղության նախագծի վրա, մյուս կողմից էլ շարունակում է եկեղեցու դեմ սկսած արշավը։ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելը թույլ չտալու մասին հայտարարությունից ընդամենը 1 օր անց դատախազությունը քրեական գործ հարուցեց վեհափառ Հայրապետի դեմ եւ արգելեց նրան լքել երկիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածի համար։ Այսօր էլ մեկնարկել է եպիսկոպոսած հավաքը առանց կաթողիկոսի։ Հավիտենաբար մայրաթոռը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։
Կաթողիկոսությունն ու Մայրաթորի գանձերը Հայաստանի ստանելու մասին Փաշինյանի մեղադրանքներին Նաթան Սրբազանն այսպես է պատասխանել։ Վստահեցրել է, հայ հոգևորականներն ու մանավանդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրենիքը երբեք չեն լքի։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իբր օպերատիվ տեղեկություններ ունի, թե եպիսկոպոսների ժողովը այլ երկրում իրականացնելու նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու այն Հայաստանի դեմ գործածելն է։ Այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը։ Արդեն այսօր պիտի կայանար Ավստրիայում հրավիրված ժողովը, որից ընդամենը 2 օր առաջ դատախազությունն արգելեց վեհափարի ելքը հանրապետությունից, նույն վարույթով, որով օրեր առաջ ժողովին մասնակից բարձրաստիճան 6 հոգևորականների համար էր նման որոշում կայացրել քննչական կոմիտեն։ Նրանք ուզում են այդ եպիսկոպոսատ ժողովը ցրեն, որպեսզի ինչպես որ եկեղեցու կանոնադրությամբ է ընդունված կամ օրենքով է ընդունված, որ որոշեց եպիսկոպոսատ ժողովը կամ ինչ որ որոշեց առհասարակ եկեղեցական ժողովը, այդպես էլ եկեղեցու դիրքորոշումն է կազմվում եւ եկեղեցին լինելով, ինչպես ասեցի, ինքնիշխան պետություն, նույն իրավունքներ ունեցող, ինքը այդ իրավունքներով է շարժվում եւ ինչ որոշում որ կայացրեց իր եկեղեցու մեջ թեմայկալ առաջնորդ կհեռացնի, կարգալուց կանի կամ կփոխի կամ կտեղափոխի, դա արդեն եկեղեցու իրավունքն է։ Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է եպիսկոպոսատ ժողովի կարգավիճակը։ Առանց վեհափարի տեղի կունենա եպիսկոպոսած հավաք, որի լիազորությունները նույնպես փոխվում են։ Հավաք եթե լինում է հավաքներ, պիտի ինչ որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում։ Հոգևորականներն անհեթեթություն են որակում Փաշինյանի մեղադրանքները, պնդում են եպիսկոպոսատ ժողովում հնարավոր որոշումներն են ուզում կանխել։ Ինչ կքննարկեն եպիսկոպոսներն ու ինչպիսի որոշումներ կկայացնեն, օրակարգը Մայրաթորը չի հստակեցնում։ Միայն հայտարարել են, քննարկելու են եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյանը, ABC Media։ Փետրվարի 11-ի դրությամբ հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 2,489,031 քաղաքացի։ Թիվը հրապարակել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Իսկ այս ընթացքում քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրության։ Հայկական քվե կուսակցությունը մասնակցելու է 2026-ի խորհրդարանի ընտրությանը, հայտարարել է Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Կուսակցություն ստեղծելով նախաձեռնությունը ձևավորել է միավորման քաղաքական թև եւ առաջիկա օրերին արդեն կսկսեն ներկայացնել իրենց ծրագրերը եւ քաղաքական թիմի անդամներին։ Իսկ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով։ Նարեկ Կարապետյանը կատարում է միջանկյալ կազմակերպական եւ համակարգող դեր, մինչեւ քաղաքական գործընթացների ամբողջական ձևավորումը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Խորհրդարանի ընտրությանը ընդառաջ կայացել է նաև Մայր Հայաստան կուսակցության համաժողովը։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ քննարկումների եւ երկխոսության արդյունքում ընտրությանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ավարտվել է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին փուլի 3 օրտեված քվեարկության ձայների հաշվարկը։ Նախնական ցուցակում առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Առաջին քառյակում են Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը եւ Գևորգ Պապոյանը։ Կին ԿՊ-ականներից այս պահին ամենաշատ ձայներն ստացել են Անահիտ Ավանեսյանը, Ալխազ Ղազարյանը եւ Հասմիկ Հակոբյանը։ Ովքեր են քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջատարները, Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ԿՊ ցուցակի նախնական առաջատարներն արդեն հայտնի են։ Նախնական արդյունքներով առաջատարը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է 894 ձայնով։ Նա շարունակում է մնալ Հայաստանի ամենակննարկվող քաղաքական գործիչներից մեկը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանին ընդդիմությունը մեղադրում է պարտության եւ տարածքային կորուստների համար։ Փաշինյանը մինչդեռ պնդում է, որ այդ որոշումը կանխել է ավելի ծանր հետևանքներն ու խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Արցախը Հայաստան է հայտարարած Փաշինյանը 2021-ին վերընտրվելուց հետո Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Մինչև 2018 թվականը դասախոսական աշխատանքով զբաղված Պապիկյանը Թավշյա հեղափոխության առանցքային երիտասարդ դեմքերից մեկն էր։ Եղել է նախ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ապա հետպատերազմի փուլում ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ Պապիկյանի զինվորական ծառայությունը հարթ չի ընթացել։ Նա ազատազրկման է դատապարտվել հրամանատարին դանակահարելու համար։ Ցուցակի երրորդ տեղում է էկոնոմիկայի նախարարը, նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը։ Պապոյանը մինչև 2018 թվականը անդամակցել է հանրապետական կուսակցությանը, ապա միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրին։ Նախ եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխարինելով Վահան Քերոբյանին։ Չորրորդ տեղում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է 743 ձայնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններից հետո Միրզոյանը հայտնվեց հանրային բողոքի ալիքի կենտրոնում։ Պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Միրզոյանի գործունեությունը կապվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվել էր, որ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է Օմեգա ծածկանունով։ Արարատ Միրզոյանի արձագանքը չէր ուշացել, նա Facebook-յան իր պաշտոնական էջում այդ տեղեկությունը ցնդաբանություն էր որակել եւ շարունակել պաշտոնավարումը։ ՔՊ հնգյակը եզրափակող տեխնացուն Վահագն Ալեքսանյանն է։ 31-ամյա падգամավորը մասնագիտությամբ արաբագետ է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մինչև ՔՊ-ին անդամակցելը ԲՀԿ անդամ է եղել եւ այդ տարիներին տհաճ միջադեպերի կիզակետում հայտնվել բարեգործական նպատակներով մարզեր ուղարկված ալյուրի յուրացման հետ կապված։ Ռուբեն Ռուբինյան քաղաքացիական պայմանագրի շարքերը համալրել է նախքան հեղափոխությունը, եղել է կուսակցության հիմնադիր վարչության անդամ։ 2018 թվականի մայիսին Ռուբեն Ռուբինյանը նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար, բայց 7 ամիս անց դարձավ падգամավոր ու ընտրվեց ազգային ժողովի փոխխոսնակ։ 2021 թվականից հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանագնացն է։ Հեղափոխությունից առաջ մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը ապրել էր Ստամբուլում, հետազոտություն էր իրականացրել Հրանտ-Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում։ Իսկ մինչ այդ սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ Գյումրիից Երևան քայլած հեղափոխականների թվում էր Արայիկ Հարությունյանը։ Նա իշխանափոխությունից հետո նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Հենց նրա պաշտոնավարման օրերին հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց դպրոցական ծրագրից, իսկ բուհ ընդունվելու համար ոչ հումանիտար հոսքերում հայագիտական առարկաները դարձան ոչ պարտադիր։ Իսկ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանը միաժամանակ ընդգրկված է բազմաթիվ պետական եւ մշակութային կառույցներում, Armenpress-ի լիազոր ներկայացուցիչ, Կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, Մատենադարան եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայկ Կոնջորյան մասնագիտությամբ պատմաբան է, ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ։ Նախ եղել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության երիտասարդական թևի ղեկավարը, ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի անդամ, այնուհետև միացել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը, որտեղ նույնպես իր անունը գրանցվել է հիմնադիրների շարքում։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի սանիկը լինելու հանգամանքը Կոնջորյանին չխանգարեց հեղափոխությունից հետո հեռանալ նրա կուսակցությունից ու համալրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը։ Այժմ նա ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Հումորի բեմից քաղաքական ամբիոն Ալեն Սիմոնյանը գործունեությունը սկսել է կոնսերվատորիայի ու Հայում, դարձել Հայաստանի լիգայի չեմպիոն, ապա աշխատել հեռուստատեսությունում որպես դերասան, հաղորդավար ու պրոդյուսեր։ 150 դրամի ակցիաներից քաղաքացիներին անվճար տեղափոխելուց անցումը դեպի քաղաքականություն արագ էր։ Սկզբում աջակցեց Ռաֆի Հովհաննիսյանին, ապա միացավ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած քաղաքացիական պայմանագրին։ 2018-ից հետո դարձավ իշխանության առանցքային դեմքերից, զբաղեցնելով ազգային ժողովի փոխնախագահի, ապա նախագահի պաշտոնը։
Բժշկությունից կառավարություն Արսեն Թորոսյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը եւ մինչեւ քաղաքականություն մտնելը ակտիվ մասնագիտական կարիերա ունեցել։ Մինչեւ 2018 թվականը արտագաղթելու որոշում կայացրած Թորոսյանը, սակայն իշխանափոխությունից հետո նշանակվեց նախարար, արագ ներգրավվելով քաղաքական վերնախավում։ Նրա նախարարական գործունեությունը հատկապես համավարակի շրջանում դարձավ սուր քննադատությունների ու բևեռացված գնահատականների թեմա։ Հետո տեղափոխվեց կառավարություն, դառնալով աշխատակազմի ղեկավար, ապա տեղափոխվեց օրենսդիր մարմին, դառնալով պատգամավոր, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերությունների մասին։ Նրա խոսքով Չինաստանը մեծ երկիր է, այն ունի 1 միլիարդից ավելի բնակչություն, աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը եւ միջուկային զենք։ Նրա խոսքով խելահեղություն կլինի, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը չունենան դիվանագիտական հարաբերություններ։ Կրեմլը հերքել է եվրոպական 5 երկրի մեղադրանքները, թե Մոսկվան 2 տարի առաջ սպանել է Ռուսաստանի Դաշնության իշխանության քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորելով նրան, գրել է Reuters գործակալությունը։ Շաբաթ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան եւ Նիդերլանդները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Նավալնիի մարմնից վերցված նմուշների վերլուծությունները համառոտ հաստատել են թույնի առկայությունը։ Իսկ ամերիկացի ֆինանսիստի գործի շուրջ բացահայտումները չեն դադարում։ Էփշտեյնի ֆայլերում կան մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ուկրաինական հեռախոսահամարներ։ Անհայտ անձին գործածել են այդ համարներից մեկը հանդիպում կազմակերպելու համար։ Երբ կանանցից մեկը չի ներկայացել հանդիպմանը ենթադրաբար թրաֆիքինգի ենթարկողի հետ, նա սկսել է եբրայերենով վիրավորանքներ եւ խեղված կանանց լուսանկարներ ստանալ լռելու նախազգուշացումով։ Եվ վերջում, վաղը փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի Օղակաձև խավարում։ Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56-ին, 16:12-ին կհասնի առավելագույն փուլին, կավարտվի 18:27-ին, սակայն այն Հայաստանից տեսանելի չի լինի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։